Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ազգային ժողովի նախագահը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Այնուհետև ոգեկոչման երթին մասնակցող ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Վեհափար Հայրապետի նախագահությամբ անմար կրակի մոտ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ 2015 թվականից հետո, երբ սրբադասվեցին հայոց ցեղասպանության նահատակները, Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է սրբերի բարեխոսական կարգ։ Նրանց մենք խնդրում ենք բարեխոսել մեզ համար Աստծո առաջ։ Արարողության ընթացքում Արշակ arczepiskopos Խաչատրյանը հիշատակում է բազմաթիվ սրբերի՝ Սուրբ Աստվածածնին, Հովհաննես Կարապետին, Ստեփանոս Նախավկային, Սուրբ մարգարեներին, վարդապետներին, մարտիրոսներին ու հայրապետներին, ճգնավորներին, կույսերին, զորավարներին ու երկնային զորություններին, հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, նրանց բարեխոսությամբ Տիրոջից խաղաղություն է հայցում։ Բարեխոսությամբ հիշատակավ եւ աղոթում սրբոց նահատակացն, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության վասն հավատով եւ վասն հայրենյաց, որոց այսօր է հիշատակ ըստաղություն եւ մեծ ողորմություն քո, պարգևյա մեզ մարդասետ է։ Վեհափար Հայրապետը խնդրում է Տիրոջից սիրով ու քաղցրությամբ նայել Աստծո արարածներին, բոլոր սրբերի բարեխոսությամբ ողորմություն եւ թողություն հայցում մեր մեղքերի համար։ Բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն, որ կատարեցան հնդածս հայոց ցեղասպանության վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Բարեխոսական կարգից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վեհափար Հայրապետին մոտեցան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցին Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում արկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրեց լրատվամիջոցներին Սուրբ Էջմիածնի մայր տաճար, որտեղ պատարագի ընթացքում հնչեցրեց իր խոսքը հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով։
Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում պատարագ մատուցվեց։ Հավատացյալների խոնարհումի համար սրբազան պահոցից դուրս էր բերվել հայոց ցեղասպանության սրբոց նահատակած մասունքարանը։ Պատարագիչներ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը։ 110 տարի առաջ այս օրը հայ մտավորականների ձերբակալությամբ սկիզբ առավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող խանցագործություն։ Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության համատարած տեղահանության ու բնաջնջման հետևանքով 1.5 միլիոն հայ նահատակվեց։ 100 հազարավորներն էլ բռնեցին գաղթի ճանապարհը, ապաստանելով աշխարհի տարբեր երկրներում։ Պատարագի ընթացքում նորին սրբությունն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը։ Եվ որդվո և հոգվույն սրբո ամեն։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում և իսկյուրս աշխարհի ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին վասն հավատո և վասն հայրենյաց։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի 1.5 միլիոն զավակներ։ Իրագործված եղերնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները սակայն չկարողացան սպառել մեր ժողովրդի կենսական ուժերը։ Ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված մեր ժողովուրդը վերապրեց, ապավինելով խաչված և հարություն առած փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածապարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմություն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին, զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձուղելու։ Իսկ Արարատի փեշերին Արևելյան Հայաստանում անկախ պետականություն վերակերտելու։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր, սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամեն օր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան ազգային հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձրարվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։ Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և մեծ եղեռնի հուշակոթողներ, վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը, իբրև պետություն, իբրև եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ոչ արդարացում
եւ ոչ վաղեմության ժամկետ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտությունը առաքելություն է մեր ժողովրդին եւ քաղաքակիրթ ողջ մարդկության համար։ Շնորհիվ աշխարհասփյուր մեր ժողովրդի համախումբ ջանքերի եւ միջազգային հանրության աջակցության բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության եւ հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։ Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու եւ կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի եւ պետությունների միջեւ, սերունդներին փոխանցել լուսավոր ապագա, ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության եւ հարացույցը մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի։ Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազարդված եւ հայաթափված է Արցախը, Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը, հավատ, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին։ Հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար եւ վերափոխել մեր կյանքի ընթացքը հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում իրեն փնտրողներին։ Այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին եկած փորձություններին եւ համատեղ ուժերով բարեզարդել ազգային եւ հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների եւ շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլև այլ կեղծ ընկալումների նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանմանը եւ զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը
Համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարաբերության եւ անկախ պետականության գոյության։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված, իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի եւ իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազները։ Այս սաբաթով աղոթք վերարակենք առ Աստված եւ հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոչրագործությունները եւ հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը, իսկ յուրս աշխարհի եւ հույսով ամուր ու սիրով միասնական իզորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ եւ ամենքի այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Պատարագի ավարտին Մայրտաճարի բակում գտնվող աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ նախագահությամբ վեհափառ հայրապետի կատարվեց բարեխոսության կարգ։ Բարեխոսության այս կարգը մեր եկեղեցու օրացույցում հաստատվեց 10 տարի առաջ, 2015 թվականին ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո։ Մեր եկեղեցին այսօրը հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարում է Սուրբ նահատակների բարեխոսության կարգ։ Մենք մեր աղոթքներում հայցում ենք բարեխոսությունը Սուրբ նահատակների, որոնք մարտիրոսացան հանուն հավատքի եւ հայրենիքի։ Արարողությանը ներկային թեմակալ առաջնորդներ, մայրաթորի բարերարներ, բազում հավատավորներ։ Արարողությանը միացել էին նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խմբերը։ Ցեղասպանությունը այն մարդկության թեմ որջակորձությունները մեկն է, որ վաղեմություն չունի եւ մենք իբր ազգ, մանավանդ ես իբր սփյուռքահայ, որուն նախնիկները Մարաշից ցեղասպանության են փրկված Սուրիա ժամանած, մենք իրավունք չունենք իբր ազգ այս իրողությունը ուրանալ, մորնալ կամ որևէ մեկ ցևով հետապնդումը դադարեցնել։ Հետևաբար մենք ուզեցինք այս տարի 110-ամյակի առիթով մեր սկաուտության խումբի հետ միասին մայրաթորեն սկսել այս գոչումը, ասկեվերջ պիտի երթանք մենք ձիձեռնագապերտ մեր սկաուտներուն եւ մեր անդամներուն հետ, որովհետեւ մեր հարկանքի դուրքը մատուցենք մեր ազգի ուրեմն զոհերուն եւ աս հիշադակը միշտ վար բահենք եւ անուղությամբ աշխատենք, այսինքն միայն հիշելով չէ որ այս հարցը գլուծվի, պետք է հետամուտը լանք, պետք է հետապնդենք եւ վերջապես ասիկա մարդկության թեմ, միայն հայացքի թեմ չէ, մարդկության թեմ հսկայական որջակորձություն մներ, որ պետք է մենք հետապնդենք եւ մեր իրավունքները պահանջենք։ Ինձ համար շատ մեծ բադիվ է, որ գրծա էջմիածինի մեջ ներկա լարասարարոգության, սպիրկի մեջ ապրիլ 24-ը գամախմպե բոլոր կավուտը, որովհետև մենք բարդականություն ունենք իշելու մեր նատիկներուն և որ բաչար եղան, որ սպիրկի մեջ զարկանա կավուտները։ Դժբախտաբար իմ զնողքոս 7 տարեկանին բորդ մնաց և ինքը դժբախտություն ունեցավ
դեսնելու ինչպես իր զրոքին գլուխը գդրեին իր արջևը։ Ուրեմն չեք կնդարմոնալ եւ շարունակեք մեր պայքարը։ Այսօր Հայաստանում եւ բազմաթիվ երկրներում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունները եւս մեկ անգամ հիշեցնում են մարդկությանը կատարված ոճիրի եւ հայոց ցեղասպանության հեղինակների իրավահաջորդների պատասխանատվության մասին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում էր «Մի ուրացիր» կարգախոսը։ Ապրիլի 23-ին ժամը 19:15-ին ջահագիրները Հանրապետության հրապարակից մեկնարկեցին երթը դեպի Ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիր։ Երթին մասնակցում էին հասարակական քաղաքական գործիչներ, հոգևորականներ, արվեստագետներ, Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Մասնակիցները կրում էին իրենց եղեռնազոհ նախնիների լուսանկարները, ինչպես նաև Արցախի տեղանուններով պաստառներ, դատապարտելով մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները։ Երևանի կենտրոնական փողոցներով ընթացող երթին քաղաքի տարբեր հատվածներից միանում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Մասնակիցները ծաղիկներ խոնարեցին հուշահամալիրի մոտ եւ բարձրացրեցին այն երկրների դրոշները, որոնք տարբեր տարիներին ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Երթի մասնակիցներին հուշահամալիրում միացավ Մայրաթողի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Սրբազանն իր խոսքում կարևորեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված ջանքերը եւ դատապարտեց ցեղասպանության ժխտողական դրսեւորումները։ Եվ մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել ճանաչելու հայոց ցեղասպանությունը ոչ թե հարավելու համար մեր ցավը եւ մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոչրագործություն չկրվի։ Հանուն մեր ժողովրդի հարատևության, անկախ կուսակցական կամ գաղափարական տարակարծությունների, Սրբազան հայրը միասնությամբ հզորանալու կոչ արեց բոլորին, հայցելով 1.5 միլիոն սրբադասված նահատակների բարեխոսությունը։ Երրորդ տարում 1918 թվականին իր առաջին անկախ հանրապետությունը ստեղծեց։ Սա իրողություն է, սա մեր պատմությունն է, սա մեր ուժն է։ Եվ ես հիմա այստեղ այլևս մեր նահատակ սրբերի համար դարձած կեցավայրում խնդրում եմ նրանց բարեխոսությունը եւ Տիրոջ սերն ու օգնականությունը մեզ բոլորիս, մեր ազգին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին եւ հատկապես մեր երիտասարդ սերունդին, որը մեր այսօրն է եւ վաղվա օրն է, ավասիկ, այս է մեր վրեժխնդրությունը, լինել ինքնիշխան հզոր երկիր, լինել ժողովուրդ արարող ու ստեղծող, լինել համամարտկային ընտանիքի հավասարազոր անդամ։ Ջահերով երթը 1999 թվականից ի վեր Հայաստանում կազմակերպում եւ իրականացնում է Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը։ Վիրահայոց թեմում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունը մեկնարկեց Իսանի թաղամասից ապրիլի 23-ին։ Բազմաթիվ հայեր ջահերով ցուցանակներով շարժվեցին դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար։
Երթին մասնակցում էր նաև Սուրբ Էջմիածին եկեղեցում սպասավորող Տեր Կիրակոս Քահանա Սիմոնյանը։ Խաղաղական աղոթքից հետո խաչքարի առջև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին։ Հաջորդ օրը ապրիլի 24-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Վրաստանի Հանրապետությունում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ պահանջատիրական բողոքի ցույց։ Մասնակիցները դատապարտեցին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, պահանջելով, որ Թուրքիան միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար։ Վրաստանի հայաբնակ մյուս քաղաքներում եւ շրջաններում եւս հիշատակի արարողություններ, բողոքի ակցիաներ ու քայլերթեր տեղի ունեցան։ Ապրիլի 21-ին Երևանում սկսվեց ցեղասպանագիտության շաբաթ միջոցառումը, որը կազմակերպել է Նյումեգ հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանի հետ։ Հատուկ այս իրադարձության համար Երևանում հավաքվել են հայ եւ միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, գրողներ։ Հայաստան են ժամանել թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Ակչամն ու շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը։ Միջոցառման առաջին օրը ներկայացվեց ամերիկահայ ճանաչված ցեղասպանագետ Վահագն Գնդադրյանի հայտնի աշխատությունը «Հայոց ցեղասպանության պատմությունը» հայերեն թարգմանությամբ։ Վահագն Գնդադրյանի այս գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է հայոց ցեղասպանության պատմական զարգացումները, ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական եւ ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ ու կարևոր վավերագրեր։ Դրանք վերլուծել է պատմական, միջազգային, իրավական, քրեագիտական, հասարակագիտական մոտեցումներով եւ ձևակերպել հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներ ու սահմանումներ։ Ապրիլի 22-ին տեղի ունեցավ հանդիպում թուրք պատմաբան Թաներ Ակչամի հետ, ներկայացվեց Ակչամի հայերեն թարգմանված գիրքը «Ցեղասպան պետության ակունքները»։ Այն 1918-ից 23 թվականներին Թուրքիայի հանրապետության ձևավորման եւ այնտեղ ապարտեիդի ռեժիմի կառուցման մասին է։ Թուրք գիտնականի այցը Հայաստան կազմակերպել է Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը։ Թաներ Ակչամի գործունեությունը կախված չէ քաղաքական զարգացումներից, վայրիվերումներից։ Թաներ Ակչամը մարդ է, որը իր ողջ գիտական կյանքը նվիրել է ցեղասպանության հարցի ուսումնասիրմանը։ Եվ իր հետաքրքրության շրջանակներում ոչ թե այն փաստն է եղել է ցեղասպանություն, թե ոչ, այլ ինչպես է դա իրագործվել, որոնք են եղել այն գործոնները, որոնք հնարավոր են դարձել այդ մարդկության դեմ ահավոր ոճերի իրականացումը։ Ցեղասպան պետության ակունքները կամ 100 տարվա ապարտեիդ գրքում Թաներ Ակչամը քննադատում է Թուրքիայի հանրապետության 100 տարվա պատմությունը եւ ընդգծում դրա կառուցվածքային խնդիրները, ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է եւ ծառայում է ռեժիմին։ Ակչամի կարծիքով Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության եւ ճնշումների վրա, ինչը հիշեցնում է ապարտեիդի համակարգի գործելավոճը։ Ակչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից, առանց պետական քարոզչության, կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ եւ արդար հասարակություն։ Իմ գլխավոր նպատակներից էր Թուրքիայում քննարկումներ սկսել այն մասին, թե ինչու այնտեղ չի հաստատվել դեմոկրատական ռեժիմ, որոնք են դրա պատճառները, թեպետև բոլորը դրա մասին են խոսում։ 2019-ին սկսեցի գիրքը, որը լույս տեսավ 2023-ին, 3 ամսում 4 տպաքանակ սպառվեց, ահռելի քանակ էր։ Ես արտասահմանում եմ ապրում։ Ներկայի Թուրքիան դեմոկրատական չէ։ Այդուհանդերձ իմ գիրքը մեծ ներազդեցություն ունի։ Իմ գրած բոլոր գրքերը նախ թուրքերեն եմ հրատարակում։ Մենք պետք է կրթենք ինքներս մեզ։ Ընդունենք, որ խնդիր կա Թուրքիայի եւ Հայաստանի միջև, Թուրքիայի եւ Թուրքիայում գտնվող տարբեր էթնիկ խմբերի միջև, որովհետեւ պատմությունը լավ չգիտենք։ Իմ ուսումնասիրությունը հրատարակելով թուրքերեն ես ներդրում եմ կատարում իմ ժողովրդի կրթության գործում։ Հայերեն այս հրատարակությունը երկրորդն է։
Թուրքիան համարվում է ժողովրդավարական պետություն, բայց չունի եւ չի ունեցել ոչ մի քրիստոնյա եւ հրեա բարձրաստիճան պաշտոնյա։ Թուրքական պետության կայացումը 1918-ից 23 թվականներին Թուրքիայում դիտարկվում է որպես անկախության եւ ժողովրդավարության համար պայքար, մինչդեռ այդ պետության հենց առաջին իսկ ընտրություններին հրաման է եղել, որ ոչ մի քրիստոնյա ընտրության չմասնակցի։ Անգամ հայերին աշխատանքից ազատելու հրաման է եղել։ Նման օրինակներ բերեց թուրք պատմաբանը, հավաստիացնելով, որ նմանօրինակ փաստերը շատ են, նյութը մեծամասամբ բաց ու հասանելի, պարզապես անհրաժեշտ է ուսումնասիրել այս տեսանկյունից։ Երեք հիմնական աղբյուրներ ունեմ։ Մեկը այսպես կոչված երկրորդական գրականությունն է։ Թուրքական պետության 20-ականները եւ 30-ականները լայնորեն ուսումնասիրված են հրաշալի եւ առաջադեմ բազմաթիվ գիտնականների կողմից, որոնք շատ բան են հրատարակել այս շրջանի վերաբերյալ։ Երկրորդը ես լայնորեն օգտագործել եմ գազետ Թուրքական պաշտոնաթերթը, որտեղ հրատարակվել են պետական բոլոր օրենքներն ու կարգավորումները եւ այդ տեղեկությունները հասանելի են բոլորին։ Երրորդ աղբյուրը հանրապետության արխիվն է։ Ցավոք դա այնքան էլ հարուստ արխիվ չէ, նրանք դեռ մեծաքանակ նյութ են թաքցնում փակի տակ։ Քանի որ չեմ կարող Թուրքիա գնալ, շուրջ 2 տասնյակ հեռավար հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ։ Նաև գրքարշավով եղել եմ Գերմանիայի 7 քաղաքներում։ Վաճառում էինք թուրքերեն հրատարակությունները։ Գրքարշավով նաև Ֆրանսիայում եմ եղել։ Ամենուրեք գրքի հանդեպ ահռելի հետաքրքրություն կար։ Մինչ այդ երբեք չէի առնչվել նման վերաբերմունքի հետ։ Իր գրքերի եւ հրապարակումների բերումով Թաներակչամը վտարանդի է, ապրում է Միացյալ Նահանգներում։ Հայերեն թարգմանված նրա 3 գրքերն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում։ Ոչ թե հետաքրքրությունը Թաներակչամի գրքերի նկատմամբ, այլ չի մարում հետաքրքրությունը ցեղասպանության պատճառների ու հետևանքների մասին, որովհետև Նյումեգ այս ընթացքում օրինակ գրել է գրքեր, թե ինչ եղավ այն հայերի հետ, որոնք մնացին Թուրքիայում, ինչպես Թուրքիան վարվեց նրանց հետ։ Հետևաբար մեզ թվում է, թե հատկապես ոչ գեղարվեստական գրականությունը ցեղասպանության մասին կարող է հոգնեցնել, բայց ճիշտ հակառակը մենք տեսնում ենք նոր ալիք հետաքրքրության, երբ որ մարդիկ գնում են գրքեր, որոնք որ նոր էջեր, նոր դիտանկյուն կամ նոր շերտեր են բացահայտում մեր ոչառավոր անցյալից։ Դա մեր պատմության մի մասն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք, պետք է միշտ ուսումնասիրենք եւ խրախուսենք բոլոր այն գիտնականներին, լինեն հայ թե օտարազգի, որոնք շարունակում են դրանով զբաղվել։ Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև վիրավոր արծիվը Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայերեն-ֆրանսերեն երկլեզու գիրքը։ Շվեյցարահայ լուսանկարիչ եւ լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը 2020-ից 2023 թվականներին։ Գիրքը փոխանցում է պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները։ Լուսանկարներն ուղեկցվում են նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են Մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ եւ պատերազմական իրականություն։ Գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք զոհվածներին եւ սթափության կոչ համայն մարդկությանը։ Հեսա պապաս Այս լրիվ իրա գերդաստանն էլի, հա։ Հոր քուրս էլ սա է, որ իրա հետ լեռ են բարձած է։ 82-ամյա Մանուշակ Ջուհարյանը մուսալերցի Անդրեաս Ջուհարյանի դուստրն է։ Հայրը 4 տարեկան է եղել, երբ սկսվել է հայոց ցեղասպանությունը։ Մեծ հորը Խաչիկ պապին արդեն զորակոչել էին թուրքական բանակ եւ տատիկը 2 մանկահասակ երեխաների հետ հազարավոր հայերի պես բարձրացել է Մուսալեր եւ այնտեղ մնացել 53 օր։ Բնակչության որոշ մասը գաղթականության ուղին ա բռնել, որոշ մասը չի հանձնվել, ասել են մենք մինչև վերջ կպայքարենք ու բարձրացել են Մուսալեր։ Ինչով որ կարողացել են, ամառ ա եղել, օգոստոս, հորաքրոջ սա գրգետատիկս նայ տղամարդիկ թուրքերի հետ կռիվ էին գնացել, իմ պապին կռիվ էր գնացել։ Հետո կա վերադառնում ամ օրուքը այսքան ասում ա տատիկս գյուղ, հետո։ Մովսեսի կամ Մուսալերը գտնվում է Անտիոք գավառում, Սվեդիա գյուղաքաղաքի մոտ։ Լեռան շրջակայքի հայկական 6 գյուղերում մինչև ցեղասպանությունը ավելի քան 6000 հայ էր ապրում։ Հայկական գյուղերն ունեին դպրոցներ, եկեղեցիներ, հայերը զբաղվում էին հիմնականում գյուղատնտեսությամբ, ջուլհակությամբ։ 1915 թվականի գարնանը Սուետիահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանությունը։ Հուլիսի 29-ին 6 հայկական գյուղերի ներկայացուցիչները որոշում են չենթարկվել բռնագաղթի հրամանին եւ ինքնապաշտպանություն կազմակերպել Մուսա լեռան վրա։
Հայերը որոշել էին, եթե չկարողանան դիմակայել, բարձունքից ծովն էին նետվելու, միայն թե չհանձնվեն թուրքերին։ 14 տարեկան, 13 տարեկան տղաներ են եղել, գիշերները իջել են, սննդամթերք հասցրել են, այդ ջահելությունը տղաները իջել են գիշերները, բայց թուրքերը բան են արել, ցածից իշխել են, որ հանկարծ չիջնեն էլի։ Հետապնդել են իրանց, որ այդքան ժողովուրդ 6 գյուղի կեսը տարագիր էր, կեսն էլ բարձացել էր։ Փոքր երեխաներով, իհարկե փոքր երեխաներով։ Սեպտեմբերի 10-ին հերոսամարտի 53-րդ օրը ծովում երևում է ֆրանսիական 2 ռազմանավ։ Նախ տարհանվում են կանայք, երեխաներն ու ծերերը, ապա ինքնապաշտպանական ուժերը։ Սեպտեմբերի 13-ից 15-ը շուրջ 4000 հոգու ֆրանսիական Ժանադարկ եւ այլ ռազմական նավերով փոխադրում են դեպի Պորտ Սաիդ, Եգիպտոս, որտեղ հիմնվում է մուսալերցիների վրանաքաղաքը։ 4 տարի անց, երբ ավարտվում է պատերազմը, մուսալերցիները վերադառնում են իրենց գյուղեր։ 1939 թվականին, սակայն, երբ Ալեքսանդրետի սանջակը միացվում է Թուրքիային, կրկին հայերի նկատմամբ բռնաճնշումներ են սկսվում։ Եվ մոտ 40,000 հայ բնակչությունը գաղթում է, հաստատվում Սիրիայում, Լիբանանում։ Մուսալերցիների հիմնական մասը հաստատվում է Լիբանանի Այնճար բնակավայրում, որը հայ գաղթականների ձեռքով կարճ ժամանակ անց ծաղկուն քաղաքի է վերածվում։ Օսիեգուշչեն ալելուց, չաբրշինիս, չան ինչ ես անելու, գուրտուսիդոն, չաբրշինիս, գնում ես տուն ինչ ես անելու, ու դիլաբրիպին, ճաշ եմ եփելու։ Մուսալերցիների բարբառն է, որով խոսում էին գաղթական ծնողները, Տիկին Մանուշակը շատ լավ գիտի այն։ Տիկին Մանուշակի ծնողները Այնճարից 1947 թվականի հայրենադարձների նավով են եկել հայրենիք, հաստատվել Էջմիածին քաղաքում։ Այժմ վաստակաշատ մանկավարժը հայրական տան այգին է խնամում, մեծացնում թոռներին։ Թուրքերի հետ հարևանություն կամ բարեկամություն անելու մասին մեծ վերապահումով է խոսում։ Ծնողներից լսածն ու կյանքի փորձը բարեկամության հույսեր չեն ներշնչում։ Չեմ ապրել, չեմ տեսել, բայց իմ կարդացածն էլ կամ իրանց պատմածն էլ հերիք է, շատ վատ ես չեմ հարգում նրանց, չեմ հարգում, ինչ ենք հասկանում Ադրբեջանից, բա։ Ապրիլի 23 լույս 24-ի կեսգիշերին ի հիշատակ հայոց ցեղասպանության սուրբ նահատակների Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հնչեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ռեկվիեմը։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։ Համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովեր պետական կամերային եւ Երևանի պետական կամերային երգչախմբերը։ Մենակատաժներն էին Աննա Ագլատովան, Սոֆիա Թումանյանը, Տիգրան Մելքոնյանը եւ Միլան Սիլյանովը։ Ավանդական դարձած այս համերգը երաժշտական լեզվով դատապարտող կոչ էր ընդդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի եւ ողջ մարդկության դեմ։ Մոցարտի ռեկվիեմը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հոգեհանգստյան մեսսան է եւ տիրոջն ուղված ոգեշունչ աղոթք, որի վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին անկախ նրա ազգությունից եւ տարիքից։ Մոցարտի ռեկվիեմում երաժշտության լեզվով արտահայտել է մարդկային հոգու խռովքը, վիշտն ու տառապանքը, նաեւ խաղաղությունը։ Սա ստեղծագործություն է, որը ներշնչում է մարդասիրություն, սեր, ապրումակցում։ Ի հիշատակ ցեղասպանության սուրբ նահատակների ուշ երեկոյան Երևանի սրտում խորհրդանշական բացօթյա համերգ էր կազմակերպել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Կեսգիշերային լռության մեջ, բայց երկնքի տակ թատրոնի մեներքիչներն ու երգչախումբը հնչեցրեցին սաղմոսներ եւ հատվածներ հայոց պատարագից։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը եւ Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանության հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը եւ հայոց ցեղասպանության հանդեպ մասնագետների հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Քանի որ մեր գործընկերներ եւ կազմակերպության մի շարք անդամներ նաեւ աշխատում են որպես գիտաշխատող ցեղասպանության թանգարանում, ապա քննարկումների արդյունքում գաղափար եկավ, որ 2025 թվականի շրջանակներում կարելի է իրականացնել դատախաղ, որը նվիրված կլինի ցեղասպանության հանցագործությանը, որը միջազգային հանցագործություններից մեկն է եւ երեթե առավել հայտնի հանցագործություն, եթե այսպես կարող ենք ճակերտավոր ասել, անգլերեն ասում են crime of crimes։ Հայաստանի բոլոր բուհերից ոչ միայն իրավաբան ուսանողները, այլ նաեւ ուսանողներ միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն ուղղվածություններից կարող են թիմ կազմել եւ դիմել դատախաղին մասնակցելու համար։ Մրցույթն անցկացվելու Երևանում կազմակերպիչները աջակցելու են մարզերից մրցույթին մասնակիցների փոխադրումը։ Կազմակերպիչներն արձանագրում են, որ դատախաղի հանդեպ հետաքրքրությունը արդեն իսկ մեծ է։ Մրցույթը կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։ Նպատակը նաև որպեսզի հաղորդակից դարձնենք հայ ուսանողությանը ցեղասպանության իրավունքի եւ դատավարական հատվածին եւ նյութաիրավական, այսինքն մասնավորապես ինչպես պիտի ընկալի ուսանողը իրավազորություն կոչվածը, մասնավորապես հենց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության 1948 թվականի ընկալի թե ինչ է իրենց ներկայացնում պահանջ ներկայացնելու իրավական հիմքերը locus standi լատիներեն ասված, ինչպես նաև պատճառված նյութական վնասների, ուրեմն փոխհատուցման կամ հատուցման իրավական մեխանիզմները։ Ոլորտի պատասխանատուներն արձանագրում են, որ ցեղասպանագիտությունը երիտասարդ կադրեր ներգրավելու կարիք ունի եւ դատախաղ մրցույթի կազմակերպման նպատակներից մեկն էլ երիտասարդ գիտնականների շրջանում ցեղասպանության հանցագործության հանդեպ մասնագիտական հետաքրքրություն առաջացնելն է, նոր ցեղասպանություններ կանխարգելելու իրավական մեխանիզմների մշակումը։ Կոնկրետ հայոց ցեղասպանության պարագայում իրավական մեխանիզմները շատ քիչ են գործի դրվել եւ հիմա մենք փորձում ենք այդ առումով ցեղասպանության թանգարանի ինստիտուտում եւ ընդհանուր ոլորտով զբաղվող մասնագետների ներգրավմամբ այսպես ասած բացել եւ ակտիվացնել նաեւ ցեղասպանության հանցագործության իրավական կոմպոնենտը եւ հնարավորինս մեծ գործունեություն ծավալել հենց իրավական մեխանիզմներում կլինի դա միջազգային դատականացաններ, կլինի դա ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները կամ ցանկացած այլ փափուկ կամ կոշտ մեխանիզմներ, ինչպես ընդունված ասել իրավաբանության մեջ, որոնք հնարավորություն կտան ինչ որ ձևով անդրադառնալ մարդու իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունեցել ցեղասպանության արդյունքում։ Դատախաղ մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 4-ն է։ Հաղթող թիմը կորոշվի դատախաղի ավարտից անմիջապես հետո։ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված ի հիշատակ համերգային երեկոն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին էր նվիրված։ Ամեն տարի ապրիլի 24-ին ընթരാճ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մոքեյանի ղեկավարությամբ համերգային ինքնաթիպ ծրագրով իր խոնարհումն է հայտնում հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Երգչախումբը հանդես էր գալիս երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ։ Քանի մենք կենթանի ենք, այդ հիշատակը մեր հետ կապրի ինչե վերջ։ Երբ որ մենք չենք լինի, թող շարունակեն մեր զավակները այդ նույն հիշատակը պահեն, ես այսօր անպայման իմ հոգու պարտն եմ կատարում մեր ժողովրդին, մեր ուղղնդիրին հրամցնում եմ հանճարեղ ստեղծագործություններ ակադեմիական երաժշտության։ Երաժշտական գործիքների մեջ երգեհոնի հնչողությունն առանձնանում է իր ազդեցիկությամբ։ Գործիքի ձայնը մեծապես կապվում է եկեղեցական երաժշտության հետ եւ ստեղծագործությունները, որոնք կատարվում են երգեհոնի նվագակցությամբ, հնչում են աղոթքի պես։ Ռոբերտ Մոքեյանը կարծում է, որ 1979 թվականից ի վեր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այցեքարտը հանդիսացող այս գործիքը ել ավելի շատ պետք է հնչի, հանրայնացնելով երգեհոնային երաժշտությունը մեր ունկնդիրների շրջանում։ Ես առաջի քայլերը սկսել եմ,
այսօր կլինի երկեղոնային տարբերակ, Agnus Dei բարբերի ոչ միայն ակապելա գործը կա, ես կատարել եմ նաև ակապելա տարբերակը տարբեր երկրներում, այսօր որոշեցի, որ Երևանում սկսենք նաև երկեղոնով, նույն ստեղծագործությունը հնարավորություն ունենք երկեղոնով հնչացնելու երգչախմբի հետ միասին, եւ խոստանում եմ, որ հետագայում անպայման կլինեն նորից համերգներ, որոնց մեջ միանշանակ անպայման երգչախումբը կունենա իր դերակատարումը եւ կհրավիրենք մեր երգեհոնահարներին, որոնք հրաշալի երաժիշտներ են, ես հաճույքով կաշխատեմ իրանց հետ։ Համերգային երեկոյի ընթացքում երգեհոնահարներ Հարություն Թակվորյանի եւ Թերեզա Ոսկանյանի նվագակցությամբ հնչեցին Հարություն Տերալյանի հաղթական ռեկվիեմ, Սամուել Բարբերի Agnus Dei, Աստծո գառը ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Ջոն Թավերների օրվա խորհրդին համահունչ ստեղծագործություններ։ Մեկ տարի շարունակ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կգործի ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկային Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Ցուցադրությանը ներկայացված են աշխարհի 30 երկրի շուրջ 70 վավերագրողների վկայություններ, լուսանկարների, օրագրությունների, պաշտոնական նամակագրությունների եւ անձնական իրերի տեսքով։ Աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործությանը։ Ներկայացված են նաեւ թուրք վավերագրողներ, որոնք պետական գործիչներ են, նաեւ հոգեվոր գործիչներ, եւ ոչ միայն իրենց հուշագրություններում, այլ նաեւ ժամանակի մամուլում, Օսմանյան թերթերում եւ նաեւ դատական գործընթացներում, ուրեմն փաստագրեցին հայերի դեմ իրագործված ոճիրները։ Մենք գիտենք, որ Օսմանյան պետությունը առաջին պետությունն էր, ով վավերացրեց եւ ճանաչեց հայերի դեմ իրագործված ոճիրները, ուրեմն դատական գործընթացների միջոցով նաեւ։ Ես երբևէ չէի կարող պատկերացնի, որ որևէ կառավարություն կարող է սանձազերծել սեփական քաղաքացիների այսօրինակ բնաջնջում, կործանելով երկրի մեծագույն հարստությունը, մարդկային կապիտալը։ Իր հուշերում գրում է թուրք պետական գործիչ Մեհմեդ Ջելալ Բեյը։ Ջելալը այդպես էլ չկարողանալով կանխել հայերի դեմ շարունակվող սպանդը, հրաժարվում է նահանգապետի իր պաշտոնից։ 4 տարի կիսալուսնի ներքո հուշագրության հեղինակը վենեսուելացի զինվորական գրող Ռաֆայել դե Նոգալեսն է։ Նա հրաժարվում է առաջնորդել թուրքական ժանդարմներին եւ օսմանյան հետապնդումներից խուսափելու համար երկրից երկիր է փախչում։ Նոգալեսի վկայությունը արժեքավոր տեղեկություն է պարունակում Վարագավանքի եւ այնտեղի հարուստ գրադարանի միտումնավոր ոչնչացման մասին։ Սարա Արոնսոնը Նիլ լրտեսական հետախուզական ցանցի հիմնադիրներից է։ Նա դառնում է հայերի դեմ կատարվող վայրագությունների ականատես, ապա թուրքական հետապնդումից խուսափելու համար ինքնասպան է լինում։ Սպանդի նահանգ Պոլսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին հասցեագրված իր զեկուցագրում այսպես է անվանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Լեսլի Դեյվիսը Խարբերթի նահանգը։ Անտեսելով սեփական անվտանգությունը նա հյուպատոսարանի շենքում ապաստան է տալիս շատ հայերի, նյութական օգնություն տրամադրում նրանց, կապելով Միացյալ Նահանգներում բնակվող իրենց հարազատների հետ։ Սա լավագույն առիթն է, որպեսզի եւս մեկ անգամ հայ ժողովուրդը բարձրաձայնի իլուր ամբողջ աշխարհի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ այն առ այսօր կարիք ունի միջազգային ճանաչման իր բոլոր հատուցումներով հանդերձ։ Եվ մենք, որպես այսօրվա ապրողներ, բնականաբար մեր կեցվածքը պիտի լինի ամեն ինչ եւ ամեն բան ի գործ դնել, որպեսզի այն տեղի ունենա։ Եվ մեզանից շուրջ մի քանի տասնամյակ հետո կարծիք են կազմելու մեր սերունդները մեր մասին, թե մենք ինչպես ենք արձագանքել մեր հայրերի նկատմամբ ցուցաբերած այս ցեղասպանությանը։ Այս Նանսենյան վկայագիրն էլ վերջին ցուցանմուշն է, որ ձեռք է բերել Թանգարան ինստիտուտը բրազիլիաբնակ մի նվիրատուից, որը նաև ցեղասպանությունը վերապրողի ժառանգ է։ Բոլորովին օրերս ձեռք բերեցինք Նանսենյան վկայական, դրված հայոց ցեղասպանությունը վերապրած
հաճենցի Սարգիս Ներսիսյանին, ինքը բացառիկ փաստաթուղթ է եւ այս վկայականը նաեւ ուրեմն նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույս Ֆրիծյոֆ Նանսենի ուրեմն նախաձեռնությունն էր, որը բավականին հեշտացրեց հայ գաղթականների կյանքը եւ հնարավորություն տվեց ազատ տեղաշարժվելու նաեւ։ Հայ եւ օտար բազմաթիվ մասնագետների, պետական, հասարակական կառույցների կողմից հայոց ցեղասպանության վավերագրման, փաստագրման գործընթացն այսօր էլ շարունակվում է։ Հայ ժողովուրդը քաղաքակիրթ մարդկության հետ շարունակում է պայքարել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այլևս որևէ երկրում, որևէ ժողովրդի դեմ ցեղասպանության հանցագործությունը կանխելու համար։ Օսմանյան Թուրքիայի Բուրսա նահանգի Մեծ Նոր գյուղում ծնված Աշոտ Օհանյանի կենսագրությունը ֆիլմի անհավանական ելքերով սցենարի է նման։ 1914 թվականին հազարավոր հայ տղամարդկանց պես բանակ են զորակոչել հորը, իսկ ընտանիքի մյուս անդամներին մորը, մանկահասակ քույրերի եւ եղբոր հետ թուրք ոստիկանները տեղահանության հրամանով հանել են գյուղից։ Շաբաթներով քայլում էինք, ոտքներս ամբողջովին արյան մեջ էին թաթախված։ Ոստիկանները մտրակներով անդադար հարվածում էին եւ բղավում, որ արագ քայլենք։ Շատերը չդիմացան, մահացան ճանապարհին, իսկ նրանց անշնչացած մարմինները կեր դարձան գայլերին։ Նրանց թվում էին նաեւ մայրս ու կրտսեր քույրս։ Աշոտ Օհանյանի հիշողություններից է։ Մորը երբ արդեն թուրքերը սպանում են, ինքը տղաների հետ 5-6 տղա կարողանում են փախնել քարավանից, սարերն են փախնում, եւ հետո չէր հիշում ինչպես հայտնվել էին Ստամբուլում, նաեւ չէր հիշում թե ինչքան ժամանակ Ստամբուլի փողոցներում ապրել են, փող են խնդրել, այստեղից այնտեղից հաց են ճարել, մինչև ասում է մեզ հանդիպեց Տիկին Բոյաջյանը, անունը չգիտեր, միայն ասում էր Տիկին Բոյաջյան, որը մեծահարուստ հայ էր եւ 5 երեխայի տղա, փողոցից տանում է իր տուն, ինքը ասում է տանը ծառաներ ուներ, բայց մեր ամեն ինչը ինքն էր հոգում, իր ձեռքով մեզ լողացրեց, ոչիլները մաքրեց, հագցրեց, գեղեցիկ եւ ասում է ճաշն անգամ ինքն էր մեզ տալիս։ 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հաստատումից հետո Դաշնակցությունը Պոլսում գնում է Քեմալ Փաշայի զորանոցը եւ այնտեղ հավաքում հայ որբերին։ Երեխաների մեծ մասը չգիտեր իր ազգանունը, իր հուշերում գրում է Աշոտ Օհանյանը, ուստի տեսուչը հարցնելով հոր անունը երեխային ցուցակում գրանցում էր հայրական անունով։ Այդպես էլ ինձ հետ եղավ, Օհանի տղան էի, դարձա Օհանյան։ Հետագայում, երբ Հայաստանում գտա իմ ազգականներին, պարզվեց, որ մեր իսկական ազգանունը Ռուբինյան է։ Քանի դեռ ասում է առաջի հանրապետությունը կար, մենք որբերով Ստամբուլում շարքերով քայլում էինք, հայկական դրոշը մեր ձեռքին, եւ ոչ մեկը չէր համարձակվում մեզ որևէ բան ասեր։ Բայց երբ ասում է տապալվեց առաջի հանրապետությունը, թուրքերը սկսեցին հարձակվել որբանոցի վրա։ Անդրանիկը ասում է, Օզանյան Անդրանիկի մասին է խոսքը, իր թիկնապահներից ուղարկեց, որպեսի հսկեն։ Բայց ասում է նրանք չէին կարողանում, որտեղ թուրքերը սկսեցին խոտի խուրձերը վառել եւ Պարիսպից ներս շպրտել, որպեսի հրդեհ բռնկվի։ Այդ ժամանակ 10-ից 15 որբանոց է եղել Թուրքիայում։ Ականատեսների վկայությամբ թուրք դահիճները պարբերաբար մտել են որբանոցներ, ընտրել գեղեցիկ երեխաների եւ տարել։ Աշոտ Օհանյանը հրաշքով փրկված այն երեխաների մեջ է եղել, որոնց գիշերով որբանոցի ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով փախցրել է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխել են Եգիպտոս հայ վարպետների մոտ արհեստ սովորելու։
Հրաշալի կրթություն էին տվել որբանոցում։ Հայրս 6-7 լեզու գիտեր։ Ամբողջ հայ գրականությունը անգիր կարող էր ասել։ Եվ մասնագիտություն էին սովորեցրել, բոլորին արհեստ էին սովորեցրել, եւ հայրս սովորել էր մեխանիկություն։ Այսքանով չեն ավարտվում Աշոտ Օհանյանի կյանքի դժվարությունները։ Եգիպտոսում պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում։ Երիտասարդը, որն ընդամենը 18 օր առաջ էր ամուսնացել, ծանր վիրավորվում է, կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ որոշում է հայրենիք վերադառնալ։ Այստեղ սոցիալական տարբեր զրկանքներ կրելուց հետո անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտում են Աքսորի, կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։ Ես արխիվում գտա հայրիկիս դատավարության գործերը։ Հայրս հարցնում է, ո՞րն է իմ մեղքը։ Ասում են, դու անգլիական լրտես ես։ Ասում են, ինչից որոշեցիք։ Դու շատ լավ անգլերեն գիտես, դու SSS լեզուները գիտես։ Հայրս էլ ասում է, թուրքերեն էլ շատ լավ գիտեմ։ Ուրեմն ես թուրքական էլ լրտես եմ։ Վերջ մի հատ հիմար հարցաքննություն էր, ես կարդացի, այսպես եւ գնաց Սիբիր 10 տարի եւ հրաշքով ինքը ապրել է։ Մի աչքը չկար, մի թևը կտրված էր, բայց մինչև վերջի շունչը հայրենիք էր ասում։ Ասում էր, այս բոլորը պիտի անցնին, հայրենիքս թող մնա։ Աշոտ Օհանյանը հայրենիքում 3 զավակ է ունեցել։ Տիկին Էմիլիան նկարչուհի է, տասնյակ գրքեր, հանդեսներ է ձևավորել, զբաղվել մանկավարժությամբ։ Վստահ է, որ հայրիկի ցանկությունը կատարվելու է եւ ցեղասպանություն իրագործողները մի օր պատասխանատվության են ենթարկվելու։ Հայրիկս Ավետիս Ահարոնյանի խոսքերն էր ասում։ Ահարոնյանը ասել է. այսքան չարիք, թե մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդա հայու նախատիկ։ Ոնց կարող է հայը մոռանալ ցեղասպանությունը։